Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում ազատազրկվածները ցանկանում են աշխատել, որն է համակարգի արձագանքը թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Ցողիկ Ալեքսանյան, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ եւ Մարիամ Անտոնյան, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քրեակատարողական հիմնարկներում զբաղվածությունը եւ աշխատանքը կարևոր հոգեբանական եւ սոցիալական գործոններ են, որոնք նվազեցնում են կրկնահանցագործության ռիսկը, նպաստում են ազատության մեջ գտնվող անձանց հոգեկան կայունությանը, վերասոցիալականացմանը, ինչպես նաեւ հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացի սահուն ընթացքի ապահովմանը։ Տիկին Ալեքսանյան, քննարկումը ձեզանից սկսենք նախ վիճակագրական տվյալներով, եթե հնարավոր է ներկայացնեք մասնավորապես ազատազրկված անձանց ներգրավվածությունը եւ վճարովի եւ անվճար աշխատանքներում, նաեւ պրակտիկորեն որքանով է այդ զբաղվածության արդյունավետությունը դրսևորվում։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտն ասած, ինչպես դուք նշեցիք, այսօրվա մեր քննարկման խորագիրը, որ ազատությունից զրկված անձինք ցանկություն ունեն աշխատելու, ուզում եմ շեշտել նաև, որ համակարգը քրեակատարողական ծառայությունը եւս ունի ցանկություն, որպեսզի ազատությունից զրկված անձանց տրվի այդ հնարավորությունը։ Դա միանշանակ եւ որպես նախաբան նաև ասեմ, որ շարունակաբար ծառայությունը քայլեր է ձեռնարկում հնարավորինս օպտիմալացնելու հնարավորությունները, որպեսզի ազատությունից զրկված անձինք ունենան աշխատելու հնարավորություն։ Այս մասին ենթադրում եմ երևի թե քննարկման ընթացքում գուցե կխոսենք, բայց անդրադառնալով ձեր բուն հարցին աշխատանքի եւ զբաղվածության վիճակագրության վերաբերյալ նշեմ, որ առաջին 5 ամիսների այս տարվա 5 ամիսների ընթացքում աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրաված են եղել եւ այս պահին էլ ներգրաված են 230 ազատությունից զրկված անձ, ընդ որում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, դա այլ կերպ ասած այն աշխատանքներն են, որոնք վարձատրվում են, ներգրաված են 117 անձ, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունեն եւ աշխատում են 23 անձ եւ իրենց համաձայնությամբ ոչ վճարովի աշխատանքներում ընդգրկված են 90 դատապարտյալներ։ Ուզում եմ նշել, որ բացի բուն աշխատանքային գործունեությունից դուք էլ նաև ձեր խոսքում նշեցիք, որ շատ կարևոր նշանակություն ունի ընդհանուր առմամբ զբաղվածություն կոչվածը։ Այս առումով գիտեք, որ նաև քրեակատարողական օրենսգրքով սահմանված է, որ հնարավորության սահմաններում քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել խցեր, որոնցում կամ ավելի ճիշտ ազատությունից զրկված անձին կարող են խցում զբաղվել ստեղծագործական աշխատանքներով։ Ուզում եմ նշել, որ 25 թվականի 5 ամիսների ընթացքում շուրջ 100 ազատությունից զրկված անձ ներգրավել է նմանատիպ ստեղծագործական աշխատանքներում։ Այս մասով, որպեսզի ավելի համապարփակ լինի, նշեմ, որ քրեակատարողական ծառայությունը այս ուղղությամբ եւս քայլեր է ձեռնարկում, գտնելով հնարավոր համագործակցողներ, որոնց միջոցով հնարավոր կլինի օրինակ այդ ստեղծագործական աշխատանքների վաճառքը կազմակերպելը, որովհետեւ բացի այն սոցիալական եւ հոգեբանական արդյունքից, որ ապահովում է ընդհանուր առմամբ զբաղվածությունը, մենք նաև շատ կարևորում ենք, որպեսզի ազատությունից զրկված անձինք ունենան հենց գումար վաստակելու հմտություններ, որոշակի ֆինանսական անկախություն, ֆինանսները տնօրինելու հմտություններ, ինչը բնականաբար մեր կանխավարկածն է եւ ոչ միայն առանց հիմքերի, դա միջազգային փորձ է եւ գիտությունն է պնդում, որ այս պարագայում, երբ որ անձը արդեն ունենում է աշխատանքային հմտություններ, կարողանում է փորձով կիրառել այդ աշխատանքային հմտությունները, ել ավելի մեծանում է հավանականությունը, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո կնվազի նրա կրկին հանցանք կատարելու հավանականությունը։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Անտոնյան, Տիկին Ալեքսանյանը նշեց, որ համակարգը եւս ցանկանում է, որպեսզի ազատազրկված անձինք աշխատեն, նաև վիճակագրություն ներկայացվեց, կխնդրեմ ներկայացնեք որքանով է համաչափ կամ գուցե անհամաչափ 216, ճիշտ եմ, 230 թիվը եւ ընդհանուր ազատազրկված անձանց եւ եւս մեկ հստակեցում, եթե չեմ սխալվում, միայն դատապարտյալներն են ընդգրկվում։ Դա կարող է պայմանավորված լինել այն
հետ աշխատանքի մասին, ապա կանոնավորված անձինք եւս իրավունք ունեն այլ գործատուի հետ կնքել պայմանագիր եւ իրենց աշխատանքային գործունեությունը իրականացնել ՔԿՀ-ում։ Այս դեպքում 23 թվի մասին էր խոսքը, այ մնացածը խնդրեմ Տիկին Անտոնյան, որքանով է համաչափ, հա, ազատազրկված անձանց թիվը եւ զբաղվածություն ունեցողների։ Շնորհակալ եմ քննարկումը կազմակերպելու համար, քանի որ արդեն ներկայացվեց թվերը, կարծում եմ ակնհայտ է, որ բավականին ցածր ցուցանիշ է անձանց ներգրավվածությունը վարձատրվող աշխատանքներում, ինչը նաև վկայում է խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից վերջինս հրապարակված զեկույցը, որտեղ հստակ նշվել է, որ բավականին քիչ թվող ազատությունից զրկված անձինք են ներգրավում աշխատանքներում եւ հիմնականում նաեւ ավելի շատ մեծ մաս են կազմում չվարձատրվող աշխատանքներում ներգրաված անձանց թիվը ու խոշտանգումների կանխարգելման կոմիտեն իր մտահոգությունը այդ մասով հայտնել եւ կոչ արել նաեւ որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվեն մասնավորապես արտահայտային պայմաններում զբաղվածություն ապահովելու համար Այստեղ շատ կարևոր է մենք տարանջատենք զբաղվածությունը եւ աշխատանքը, որովհետեւ ինչպես նաեւ ասվեց միջազգային ստանդարտների, համաձայն շատ կարևոր է որպեսզի այնպիսի աշխատանք ապահովի, որը հնարավորություն կտա զարգացնելու անձի կարողությունը եւ հետագայում նաեւ ազատությունից Երբ որ պատիժը կրելուց հետո լինի ինքը ազատության մեջ կարողանա իր ապրուստը վաստակի Եթե մենք նայենք ներկայիս իրավիճակը, շատ քիչ հնարավորություններ կան քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի անձինք զբաղվեն այդպիսի աշխատանքներով, որ հետագայում նաև հնարավորություն ունենան ապահովեն իրենց ապրուստը, բայց կցանկանայի նաև դրական միտումները արձանագրել, մասնավորապես Սևան քրեակատարողական հիմնարկում ունենք կահույքագործության արտադրությունական տարածք, որտեղ անձին կարողանում են սովորում են ինչպես կահույքը պատրաստել, հա, ու նաև ծրագրեր կան, որ հետագայում նաև ներգրավեն վարձատրվող աշխատանքներում։ Մենք նաև զրուցել ենք հենց այն անձանց հետ, ովքեր ներգրաված են այդ աշխատանքներում, բավականին բարձր են գնահատել, լավ են գնահատել ներգրավվածությունը տվյալ աշխատանքներում։ Այցերի ժամանակ էլ միշտ հարցադրումներ էին կատարում աշխատանքների հետ կապված ու ազատությունից զրկված անձինք մատնանշում այդ կարևորությունը, որպեսզի հնարավորություն ունենան աշխատեն, որպեսզի կարողանան օգնեն նաև ընտանիքին, իրենց հոգսերը նաև կարողանան հոգալ քրեակատարողական հիմնարկում ու շատ կարևոր է, որպեսզի մենք իրապես թիրախային աշխատենք, ծրագրեր ավելացնենք, որ հնարավորություն լինի արտահայտային պայմաններում ապահովել աշխատանքը։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան, ինչ արձագանք կա այս մասով խոշտանգումների, հա, մասնավորապես արձանագրման հետ կապված, կխնդրեմ ներկայացնեք արդյոք քայլեր ձեռնարկում են եւ ընդհանուր առմամբ եթե դիտարկենք, հա, վիճակագրությունը ներկայացնելիս կխնդրեմ նաեւ նշեք, թե ինչ աշխատանքներում են մասնավորապես ներգրաված, կան արդյոք տվյալներ, քանի դիմում է ներկա, քանի ազատազրկված անձ ցանկություն ունի աշխատելու, որովհետեւ մի տարեկան զեկույցում օրինակ նշվում է, որ ազատությունից զրկված անձինք ընդգծել են, որ չնայած աշխատելու ցանկության առկայությանը հիմնարկներում համապատասխան հաստիկների սահմանափակ թվով պայմանավորված հնարավորություն չեն ունենում ներգրավելու աշխատանքներում։ Արձագանքելով գործընկերոջս նշած դիտարկումներին կրկին եթե անդրադառնամ նախապես ներկայացված իմ կողմից ներկայացված վիճակագրությանը, ապա պետք է արձանագրենք, որ այս պահին աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավված ազատությունից զրկված անձանցից 140-ը ստանում է վարձատրություն իր կողմից կատարված աշխատանքի դիմաց։ Դրանք երկու խումբ աշխատողներն են, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունեցողները եւ նրանք, ովքեր ներգրաված են տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, այսինքն 230 ընդհանուր աշխատողներից 140-ը ստանում է վարձատրություն։ Այս առումով կարծում եմ նկատելի է, որ համամասնությունը ընդհակառակը ի օգուտ վարձատրվող աշխատանքներում ներգրավվածների է։ Ուզում եմ նշել, որ այս առումով մենք ինքներս հաշվի առնելով, թե որքան կարևոր է աշխատանքի հենց ազդեցությունը ի տարբերություն ընդհանուր առմամբ օգտակար զբաղվածության, ուզում եմ նշել, որ անցյալ տարի
Քրեակատարողական ծառայության պետի համապատասխան հրամանի համաձայն բոլոր քրեակատարողական հիմնարկներում առկա տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների հաստիկները վերաբաշխվել են եւ ուզում եմ շեշտել մեկ կարեւոր առանձնահատկություն նախկինում գործող քրեակատարողական հիմնարկները, որոնք վերջին տարիներին այլևս չեն գործարկվում որպես քրեակատարողական հիմնարկներ, այդ քրեակատարողական հիմնարկներին հատկացված հաստիկները եւս վերաբաշխվել են եւ արդեն դրա հաշվին քրեակատարողական հիմնարկում հաստիկները ավելացել են։ Այսինքն, եթե մենք մինչև 2024 թվականի նշված հրամանը, տարեվերջինը հրամանը եղել, ունեցել ենք ընդհանուր առմամբ 139 հաստիկներ վճարովի աշխատանքի համար, եթե պայմանականորեն կոչենք վճարովի աշխատանք, ապա հրամանից հետո 164-ն են դարձել ներողություն հաստիկները։ Ինչ է սա նշանակում, որ մենք եւս տեսնում ենք կարիքը եւ ուզում ենք խրախուսել ազատությունից զրկված անձանց, ովքեր ցանկանում են աշխատել։ Այս առումով ուզում եմ նաև նշել, որ այդ հրամանի մյուս կարևորագույն ֆունկցիան կայանում էր նրանում, որ որոշակի հստակեցում է տվել, թե ինչ է նշանակում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կոչվածը, որովհետև տեսեք, քրեակատարողական հիմնարկներում, ինչպես առհասարակ հասարակությունում, պահպանելով նաև միջազգային ստանդարտների այդ կանոնը, մենք պետք է հաշվի առնենք, որ ունենք տարբեր կրթական մակարդակ, տարբեր հետաքրքրություններ եւ աշխատանքային հմտություններ ունեցող ազատությունից զրկված անձինք։ Այսինքն միօրինակ կամ սակավ բազմազանություն ենթադրող աշխատանքները կարող են ոչ գայթակղիչ լինել ընդհանուր մեծամասնության համար։ Այդ առումով մենք նաև փորձել ենք սահմանել, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կարող են կոչվել նաև օրինակ, չգիտեմ, հիմնարկում վերանորոգման աշխատանքներին մասնակցությունը եւ նմանատիպ այլ գործընթացներ։ Որն է սրա գլխավոր նպատակը եւ ինչ շարունակական գործընթաց է իրենից ենթադրում։ Տեսեք, մենք Արդարադատության նախարարության իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի հետ համագործակցությամբ փորձում ենք մշտապես հաշվի առնելով ազատազրկված անձանց կարիքները մեր կողմից, ավելի ճիշտ ՊՕԱԿ-ի կողմից իրականացվող դասընթացները հարմարեցնել այդ կարիքներին եւ նաեւ որոշակիորեն հաշվի առնել առհասարակ դրսում աշխատաշուկայի պահանջները։ Այս առումով ներկայացնեմ, որ շատ ներկայում մենք փորձում ենք ՊՕԱԿ-ի հետ համատեղ զարգ տալ այնպիսի դասընթացների, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, որ մարդուն կտա կոնկրետ աշխատանքային հմտություններ։ Օրինակներ դրված են այնպիսի դասընթացներ, ինչպիսիք են շինարարական հմտությունները եւ հաշվի առնելով նաեւ այն անձանց կարիքները, ովքեր ունեն նաեւ հետաքրքրվածություն այլ տեսակի աշխատանքներում, ենթադրենք, որը անմիջական ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի ենթադրում, ներկայում նաև իրականացնում են օրինակ գրաֆիկ դիզայնի դասընթացներ, չգիտեմ, հոգեբանության դասընթացներ, հաշվապահական հաշվառման հմտությունների դասընթացներ։ Ինչ է սա նշանակում, որ մենք փորձում ենք հնարավորինս ապահովել այդ բազմազանությունը։ Եվ այստեղ կարևորագույն հանգամանքներից մեկը այն է, որ մեր գլխավոր նպատակն է հետագայում ապահովել դասընթացից աշխատանք անցումը, եւ այս առումով, ինչպես արդեն նաև նշվեց, Սևան քրեակատարողական հիմնարկում գործում է ուսումնաարտադրական տարածք, որում կրթություն, կահույքագործության հմտություններ դասընթացը ավարտած ազատությունից զրկված անձինք դատապարտյալները կարող են ներգրավել աշխատանքներում։ Կան տվյալներ, քանիսն են ներգրաված այդ աշխատանքներում։ Ցավոք այս պահին թվային տվյալներ ինձ մոտ չունեմ, բայց հենց այդպես էլ ոնց որ մենք կարողացանք կյանքի կոչել մեր ցանկությունը, ասեմ ավելին, վերջին օրերի ընթացքում քրեակատարողական ծառայության եւ ՊՕԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր ՊՕԱԿ-ին պատկանող այդ հաստոցների սարքավորումների անհատույց օգտագործման պայմանագիր։ Սա ենթադրում է, որ դասերից ազատ ժամանակահատվածում քրեակատարողական ծառայությունը սեփական նախաձեռնությամբ եւ միջոցների ներդրմամբ կարող է իրականացնել օրինակ քրեակատարողական հիմնարկներում արկա գույքի վերանորոգման
աշխատանքներ։ Այս առումով ուզում եմ նշեմ, որ մենք արդեն իսկ ունենք արդյունքներ եւ պլանավորում ենք ընդլայնել այդ արդյունքների շրջանակը, որովհետեւ կարիքը բավականին մեծ է եւ ազատությունից զրկված անձանց ցանկությունն էլ հետաքրքրությունն էլ բավականին մեծ է։ Մենք process-ը պատկերացնում ենք հետեւյալ կերպ, որ կընդգրկվի հատուկ մասնագետ, կահույքագործ, ով նաեւ պատասխանատու կլինի այդ գույքի, որակի եւ մնացած առանձնահատկությունների ապահովման համար, ինչպես նաեւ նրա ներկայությունը եւ ճիշտ ցուցումների պարագայում հնարավորինս մինիմումի կհասցվեն նաեւ աշխատանքային process-ում հնարավոր անվտանգային խնդիրները հենց ազատությունից զրկված անձանց օրինակ առողջության եւ մնացած անվտանգային խնդիրները հաշվի առնելով, որ գործ են ունենալու հաստոցների եւ այլ գործիքների հետ եւ այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան հմտություններ, անցել են կրթական process-ը, կներգրավեն արդեն վճարովի աշխատանքներում եւ կիրականացնեն աշխատանք։ Իսկ դիմումները շատ են ամեն դեպքում։ Անդրադառնալով ձեր նախորդ նշածին, եթե իմ նախորդ խոսքը շարունակեմ, ապա այո, հետաքրքրվածությունը մեծ է եւ այս առումով նաեւ նշեմ մեր հետագա պլանները Եվրոպայի խորհրդի հետ եւ ՊՕԱԿ-ի հետ երակողմ համագործակցությամբ մենք փորձում ենք այ Սևանի ստացված փորձը տարածել եւ նմանատիպ ուսումնաարտադրական տարածքներ ստեղծել Արթիկ եւ Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ Սևանում արդեն իսկ առկա տարածքը ընդլայնել եւ նաեւ զոդման դասընթացներ ու գործընթացներ իրականացնել Սևան քրեակատարողական հիմնարկում։ Տիկին Ալեքսանյան, նաեւ կխնդրեմ ներկայացնեք այդ պարագայում, երբ դիմումները շատ են, հետաքրքրվածությունը մեծ է, բայց ունենք սահմանափակ թվով, զբաղվածություն ունեցողներ, ինչպես է ընտրությունը կատարվում այս դեպքում։ Ես նախ մինչև ձեր վերջին հարցին պատասխանելը կուզեմ անդրադառնալ այն դիտարկմանը, որ երբեմն լինում է տպավորություն, որ ազատությունից զրկված անձինք ցանկանում են աշխատել, սակայն հիմնարկի պայմանները կամ ինչպես դուք նշեցիք, հաստիկները բավարար չեն։ Նախ ուզում եմ նշել, որ մենք ունենք նաև հակառակ վիճակագրություններ, որ գրեթե չի լինում այնպիսի տարվա կտրվածք, որի ընթացքում բոլոր հաստիկները համալրված են լինում, որովհետև իհարկե չերկրորդելով իրական ցանկությունը աշխատանքներում ներգրավելու ազատությունից զրկված անձանց, ուզում եմ նշել, որ երբեմն այդ աշխատելու ցանկությունը եւ նմանատիպ դիմում ներկայացնելը կրում է այլ մոտիվացիա, խոսքս նրա մասին է, որ գիտեք, որ աշխատանքի ցանկություն հայտնելը դա գնահատման ենթակա չափորոշիչներից մեկն է, օրինակ հենց պայմանական վաղաժամկետ ազատման պարագայում եւ ասեմ ավելին, մենք մեր գնահատման մեթոդաբանության մեջ հստակ ունենք ֆիքսված, որ եթե անձը ներկայացնում է այնպիսի աշխատանքի դիմում, որը քրեակատարողական հիմնարկի սահմաններում իրատեսական չէ ապահովելը, ապա այդ ցանկությունը դիտարկվում է որպես պարզապես ապրիորի ցանկություն եւ չի կարող գնահատվել որպես իրական ցանկություն։ Եթե մենք այս դեպքերը բացառում ենք, որը բավականին մեծ թիվ կարող է կազմել, ապա մնացած պարագայում ուզում եմ նշել, որ բնականաբար մենք բոլորս էլ գիտենք եւ գաղտնիք չէ, որ քրեակատարողական հիմնարկներում պայմանները սահմանափակ են։ Եվ արդեն գալով ձեր երկրորդ հարցին, թե ինչպես է կատարվում ընտրությունը։ Տեսեք, քրեակատարողական հիմնարկներում ցանկացած գործընթաց, միջոցառում, աշխատանք կազմակերպելիս պետք է առաջին հերթին հաշվի առնվեն այն բոլոր առանձնահատկությունները, որոնք հենց բխում են քրեակատարողական հիմնարկի գործընթացներից։ Սա նշանակում է, որ բնականաբար նախապատվությունը տրվում է ազատությունից զրկված այն անձանց, ովքեր եթե նույն, ասենք, ենթադրենք ունենք երկու դատապարտյալ, ովքեր ավարտել են կրթական գործընթացը, բնականաբար նախապատվությունը կտրվի այն ազատությունից զրկված անձին, ով դրսևորում է դրական վարքագիծ, եւ բացի այդ ուզում եմ նշել նաեւ, որ այս հարցը որոշակիորեն օրենքով եւս փորձված է կարգավորված, կայանում է նրանում կարգավորումը, որ նշվում է, որ պետք է նախապատվությունը տրվի այն ազատությունից զրկված անձանց, ովքեր ֆինանսական ավելի լուրջ կարիքներ ունեն, քան մյուսը։ Օրինակ, եթե մենք
խոսում ենք այն դեպքերի մասին, որ դատապարտյալը ունի դատավճռով հաստատված քաղաքացիական հայց եւ եթե տվյալ դատապարտյալն է ցանկանում ընդգրկվել աշխատանքներում, պետք է հնարավորինս նրան տրվի նախապատվություն, որովհետեւ մենք այդ դատապարտյալից ունենք պահանջ, մենք նկատի ունենք պետությունը այդ քաղաքացիական հայցը մարելու։ Սա այս տրամաբանության ներքո։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, կխնդրեմ ներկայացնեք ձեր դիտարկումները եւ ընտրության հետ կապված եւ օրինակ Տիկին Ալեքսանյանն իր խոսքում նշեց կան նաեւ անձինք, ովքեր այսպես ձևական բնույթ է, որոնց դեպքում, եթե այսպես որակենք պայմանական վաղաժամկետի մասով կամ ընդհանուր առմամբ միավորներ, հավաքելու մասով ձեր դիտարկումները, ձեր այցերի ընթացքում առանձնազրույցները ինչ են ցույց տալիս։ Այցերի ընթացքում իրականում արձանագրել ենք, որ անձը ուզում է դիմի աշխատանքի, որ նաև պայմանական վաղաժամկետ ազատման, բայց դա կարծում եմ բնականon եւ տրամաբանական է, որովհետեւ դա անձին նաև օգնում է վարքի, ձևավորման դրական վարքի ձևավորման, բալերի հավաքման հետ կապված, այսինքն այստեղ խնդիր ես չեմ տեսնում, որ մոտիվացիան նաև այդտեղից է գալիս, որպեսզի նաև պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված լինի, որովհետև ինչպես արդեն նշվեց, բավականին շատ խնդիրներ կա հենց մոտիվացիայի հետ կապված, ներգրավելու զբաղվածության ծրագրում, չնայած այս վերջի տարիներին ակնհայտ մենք աճել ենք տեսնում, մասնավորապես դասընթացների ներգրավվածություն, նույնիսկ անձինք կան, որ մի շարք դասընթացների են մասնակցել, նաև ժամերը լրացել են, էլի էին ուզում մասնակցեն դասընթացների, նույնիսկ երբ որ անձը աշխատում էր, էլի ցանկություն կար դասընթացների, դա հիմնականում պայմանավորված է հենց դրական վարքագծի ձևավորման նպատակով։ Հիմնական նաև մեկ այլ խնդիր ենք մենք առանձնացրել գոտիների հետ կապված, քանի որ գիտեք, եթե բարձր գոտինա կամ միջին խիստ պայմաններով գոտինա, ապա փոքր այլ կարգավորումներն են աշխատանքների տեղավորման զբաղվածության ապահովման, նաև օրենսդրությունն էլ ինքը տարբերակված մոտեցում տալիս, միջին մեղմ պայմանների դեպքում, օրինակ հենց նախատեսում արտախցային պայմաններում աշխատանքների ապահովումը, ու եղել է դեպքեր, երբ որ աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրը հենց գոտու փոփոխման էր հետ կապված էր։ Ուստեղ նաև խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է նույնպես անդրադարձ կատարել էր հենց բարձր անվտանգության գոտիում գտնվող անձանց դեպքում ապահովելու համար զբաղվածությունը, դե քանի որ գիտենք հծային պայմաններում զբաղվածության ապահովելը բավականին շատ դժվար է ու սահմանափակ հնարավորություններ կան քրեակատարողական հիմնարկում, բայց հաշվի առնելով, որ դա համարվում է նաև միջոց վերասոցիալականացման, վերաինտեգրման հետ կապված, այդ մասով պետք է առանձնակի ուշադրություն դարձվի։ Մեկ այլ խնդիր կա նաև արտասահմանցիների աշխատանքի ներգրավման գործում, վերջին տարիներին նույնպես միտում կա, որ ավելանում են արտասահմանցի անձանց թիվ ազատությունից զրկված անձանց եւ դե բազմաթիվ խնդիրներ կա սկսած լեզվից, իրանց ինտեգրմանը, նաեւ ինչպես արդեն նշվեց, հենց հատուկ իրանց կարիքների բավարարման համար աշխատանքի ընտրությունը, քանի որ նաեւ քրեակատարողական եւ պրոբացիա ոլորտում հիմնական ուղղությունները նախանշված 22-24-26 թվականներին նույնպես առանձնացված էր առանձին կարիքների գնահատման հիման վրա անձանց զբաղվածության ապահովումը շատ հենց կարևոր է եւ գնահատում ենք, որ առանձին հենց կարիքների գնահատման հիման վրա իրականացվի զբաղվածության ապահովումը, բայց փաստացի էլի նշում եմ, որ շատ քիչ հնարավորություններ կան վարձատրվող աշխատանքի համար, այնպիսի աշխատանքի համար, որ հետագայում անձը նաև կարողանա նաև ազատության մեջ կատարի տվյալ աշխատանքը, որովհետև նայեք դասընթացները բավականին դրական են ազդում անձի վարքագծի ձևավորման հարցում, բայց նաև կարևոր է հետագայում, որ նա կիրառի այդ գիտելիքները, նաև ստանա այդ գործիքները, որպեսզի կարողանա նաև իրացնի այդ հմտությունները, որ ինքը ձեռք է բերել դասընթացների համար։ Ինչպես նշվեց, Սևանինը շատ դրական օրինակ է նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում տարածելու համար։ Նաև կա գործողությունների ծրագիր, եթե չեմ սխալվում, նշված են որոշ գործողություններ, մասնավորապես ջերմոցների, նախատեսումը մի շարք քրեակատարողական հիմնարկներում, ինչ որ այլընտրանքային միջոցներ նախատեսված
ստեղծված են, բայց կարծես թե դեռևս այս առումով դրական առաջընթաց չկա։ Կուզենայի նաև անդրադարձ կատարել Աբովյան քրեակատարողական հիմնարկում կանանց հա որտեղ ազատություն զրկված կանայք են մնում, օրինակ այնտեղ կարելի էր որպես առաջարկ նույն կարի արտադրամաս, հա, որը բավականին շատ հեշտ է կազմակերպել, նաև ուսուցում անել, նաև կուրսիկները տրամադրել եւ հետագայում նաև մենք գիտենք, որ նաև հիմնական զբաղվածության այդ ծրագրերը ներառում են այդ կարի արտադրամասի նախատեսումը եւ որտեղ հետագայում նրանք կարող են արդեն ազատության պարագայում աշխատանք իրականացնել եւ գումար վաստակել։ Շատ լավ, խնդրեմ Տիկին Ալեքսանյան, ինչ քայլեր են այս ուղղությամբ ձեռնարկում եւ նաեւ կարևոր է իմանալ այն նշվեց, հա, այն հմտությունները, որ ձեռք են բերում այն աշխատանքը, որ կատարում են, օրինակ եթե պայմանական վաղաժամկետ ազատվում են, հետո արդյոք կիրառում են այդ հետադարձ կապը նաեւ պահպանվում է, արդյոք քրեակատարողական ծառայությունը տեղեկություններ ունի, որքանով են նրանք արդեն ազատության մեջ կիրառում, հա, խնդրեմ։ Երևի վերջից գամ, ճիշտն ասած, ցավոք սրտի մենք այդ հետադարձ կապը հետագայում արդեն չենք ունենում եւ ուզում եմ նշել, որ մենք ինքներս էլ բնականաբար ուզում ենք անձանց տանք այնպիսի հմտություններ, այնպիսի հնարավորություններ, որոնք իրատեսական կլինի եւ ձեռնտու կլինի կիրառել արդեն ազատության մեջ գտնվելու, որովհետեւ գիտեք քրեակատարողական ծառայության, քրեակատարողական ոլորտի գլխավոր նպատակներից մեկը դա նաև կրկնահանցագործությունների թվի նվազեցումն է, այսինքն դա ուղղակիորեն բխում է մեր շահերից նաև եւ եթե փորձեմ հերթականությամբ անդրադառնալ նախորդիվ նշվածներին, օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկի մասով ուզում եմ նշել, որ քրեակատարողական հիմնարկում հենց կարուձևի դասընթացներ իրականացվում են եւ դրանք իրականացվում են հատուկ կահավորված եւ պահանջներին համապատասխանող սենյակում, այսինքն ազատություն զրկված կանայք այնտեղ իրականացնում են պրոցեսուալ, այսինքն տեղում արդեն իսկ իրենց ստացած գիտելիքները միայն տեսական բնույթ չեն կրում, իրենք համապատասխան կարի մեքենաներով եւ այլնով իրականացնում են նման գործընթացները։ Ես ուզում եմ այս համատեքստում նաեւ նշել այն, որ քրեակատարողական ծառայությունը ներկայում համագործակցում է եւ փորձում է ընդլայնել համագործակցության եզրերը հասարակական կազմակերպությունների հետ։ Նշեմ, որ ներկայում եւս մենք փորձում ենք հասկանալ, թե հասարակական կազմակերպությունների կողմից ինչ կրթական ծրագրեր կարող են իրականացվել քրեակատարողական հիմնարկներում եւ ինչպիսի կոնկրետ հմտություններ կարող են փոխանցվել ազատությունից զրկված անձանց։ Այս մասով եւս փորձում ենք հաշվի առնել տարբեր կարիքներ եւ տարբեր հետաքրքրությունների մակարդակը ազատությունից զրկված անձանց մոտ։ Նաեւ ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ մեր գաղափարախոսությունը գալիս է այն կետից, որ քրեակատարողական հիմնարկում աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, այսինքն եթե նախկինում եղել է որոշակի մոտեցում, որ աշխատանքով զբաղվում են, օրինակ, չգիտեմ, ստիպված, միանշանակ մենք փորձում ենք հենց այդ բազմազանությունը ապահովելու, տարբեր հետաքրքրությունները կրթամակարդակը հաշվի առնելով աշխատանք ապահովելու հետևանքով փոխել աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը Եվ այս առումով նաև ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ ծառայության փիլիսոփայությունը եւ նաև նախարարության գալիս է այնտեղից, որ պետք է հնարավորինս ձևական պահանջները ազատություն զրկված անձանց նկատմամբ վերացնել։ Այս առումով իհարկե մեր թեմային անմիջականորեն չի առնչվում, բայց ուզում եմ պարտադիր նշել, որ առաջիկայում նախատեսվող փոփոխություններով եւ օրենքի փոփոխություններով կամ օրինակ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի փոփոխություններով մենք փորձում ենք արդարադատության նախարարության հետ իհարկե սահմանել այնպիսի չափանիշներ, չափորոշիչներ, անձի առաջ դնել այնպիսի պայմաններ, որպեսզի տվյալ անձը ստիպված չլինի ձևականորեն գնալ եւ մասնակցել, ենթադրենք օրինակ կրթական դասընթացի, որովհետեւ գիտեք, մենք ներկայում ցանկացած դատապարտյալ, ով արդեն ունի այդ կարգավիճակը, իր հետ իրականացնում ենք կարիքների եւ ռիսկերի գնահատում։ Եթե այդ գնահատման արդյունքում պարզվում է, որ ենթադրենք ազատություն զրկված անձը
ունի բարձրագույն կրթություն կամ չգիտեմ թեկուզ միջնակարգ կրթություն եւ հետաքրքրված է եղել կրթությամբ, հասկանում է կրթության դերը եւ նշանակությունը իր կյանքում, այդ անձից ունենալ ակնկալիք, որ ինքը կգնա եւ կմասնակցի որևէ կրթական դասընթացների, դա ճիշտ չէ, այսինքն այս պարագայում մենք տվյալ անձի հետ պետք է իրականացնենք մեր աշխատանքը մյուս այն ոլորտներում, որտեղ որ գնահատել ենք ավելի բարձր կարիք։ Տարբերակված մոտեցում արդեն։ Միանշանակ եւ այս առումով նաև ռեսուրսները ճիշտ կօգտագործվի, այսինքն անձով ուզում է բնականաբար նաև այս կետում անդրադառնալով այն հարցին, որ ազատությունից զրկված անձի ցանկացած մոտիվացիա, որը բխում է նրանից, որ ինքը ուզում է գտնվել ազատության մեջ, դա ամենաառողջ մոտիվացիաներից մեկն է եւ դրա համար ես հատուկ իմ խոսքում նշեցի, որ նույնիսկ աշխատանքի դիմում ներկայացնելու պարագայում ես հատուկ չօգտագործեցի ձևական բառը, այլ նշեցի, որ անձը ունի այլ մոտիվացիա եւ ընդհանրապես ցանկություն չունենալով, օրինակ, չգիտեմ, ստորադասել այդ մոտիվացիան, բնականաբար դա մարդկային նորմալ ցանկություն է ունենալ գտնվել ազատության մեջ, ավելին այդ ցանկությունը խրախուսվում է։ Այս առումով ուզում եմ նշեմ, որ աշխատանքի հետ կապված գոտիների տարբերության հետ խնդիրը, ճիշտն ասած ուզում եմ նշել, որ բնականաբար այն անձինք, ովքեր օրինակ ներգրաված են տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, իրենք առանձին մասնաշենքում են բնակվում եւ այդ ամենը կարգավորվում է օրենքով, եթե խոսքը գնում է նրա մասին, որ նախկինում հանցագործության տեսակը կամ պատժեչափը կարող էին ազդեցություն ունենալ տվյալ անձի կողմից աշխատանքներում ներգրավելու հնարավորությանը, ապա նոր քրեակատարողական օրենսդրությամբ այդ խնդիրը եւս հարթվել է եւ ուզում եմ նաեւ նշել, որ այս առումով գոտիների փոփոխության եւ անձանց աշխատանքում ներգրավելու ծառայության ռազմավարությունը եւ քաղաքականությունը միանշանակ է, օրինակ դա երևում է վերջին ժամանակաշրջանի ընթացքում ազատությունից զրկված անձանց դատապարտյալների գոտիների փոփոխությամբ, մենք հստակորեն պնդում ենք այն տեսակետը, որ եթե անձը դրսևորում է բացասական վարքագիծ եւ ծառայությունը անմիջապես դրան տալիս է արձագանք, ապա դրական վարքագիծ դրսևորելու պարագայում եւս պետք է ծառայությունը տա դրական արձագանքը, պահելով այդ համամասնությունը եւ մեր քաղաքականությունը բխում է նաեւ այն ենթադրությունից, որ ազատությունից զրկված մյուս անձինք, ովքեր տեսնում են, որ իրենց օրինակ խցակիցը կամ չգիտեմ իրենց հետ պատիժ կրող անձը դրսևորում է դրական վարքագիծ եւ տեսնում է դրա արդյունքները, դա իրենց համար տեսանելի եւ շոշափելի արդյունք է, իսկ մենք չենք կարող հակառակը ակնկալել ազատությունից զրկված անձանցից, որտեղ դա եւս շատ մարդկային է, մարդիկ պետք է փորձով ապացուցված տեսնեն, որ իր ցանկացած վարք ունենում է արձագանք, բացասական վարքի պարագայում ունենում է բացասական արձագանք, դրական վարքի պարագայում ունենում է դրական արձագանք։ Այս առումով ուզում եմ նաև ձեզ ներկայացնել խրախուսանքների հետ կապված որոշակի վիճակագրություն, որը գովելի է անցյալ տարվա կիսամյակի ընթացքում ուզում եմ նշել, որ երկու խրախուսանքի միջոց է կիրառվել, ազատությունից զրկված անձանց նկատմամբ, որոնցից մեկը անվավեր է ճանաչվել, իսկ այս թվականի 5 ամիսների ընթացքում 8 խրախուսանքի միջոց է կիրառվել։ Սա եւս ակնհայտորեն ցույց է տալիս Արդարադատության նախարարության եւ մասնավորապես քրեակատարողական ծառայության մոտեցումը եւ քաղաքականությունը, որ իմ նախորդիվ հնչեցրած խոսքերը ընդամենը զուտ абստրակտ փիլիսոփայություն չեն, այլ մենք դա փորձում տեսանելիորեն կիրառում ենք։ Ուզում եմ նաև անդրադառնամ օտարերկրյա անձանց զբաղվածության մասով, մենք փորձում ենք մշտապես նաև հաշվի առնել օտարերկրյա անձանց առանձնահատկությունները եւ հետաքրքրությունները եւս ուզում եմ նշեմ, որ ներկայում մենք փորձում ենք հասկանալ թե որքանով օրինակ դեսպանատները կարող են մեր հետ համագործակցել եւ հաշվի առնելով նաեւ իրենց բնականաբար ավելի տեղեկացվածությունը, առանձնահատկությունները, իրենց եւս համագործակցությամբ ներգրավել այդ զբաղվածության կազմակերպման աշխատանքներում։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, ձեր արձագանքը կցանկանայի նաև անդրադառնալ ձեր խոսքում խրախուսանքներին, երկու նախորդ տարվա ընթացքում, որից մեկը փաստորեն անվավեր է ճանաչվել, այս ամիսների ընթացքում 8 խրախուսանքի միջոցներ, ինչպես է գնահատում այս նաև վիճակագրական տվյալները։ Խնդրեմ։ Խրախուսանքների վիճակագրությունը երկուսն էին եղել, մեկը անվավեր էր ճանաչվել եւ 8 խրախուսանքի, եթե ճիշտ եմ, Տիկին Ալեքսանյանը թող ուղղի։
Ճիշտ ասած, մեր այցերի դեպքում խրախուսանքի տենց առանձնակի մեծ հարցերին մենք չենք անդրադարձել, հա, որովհետև նաև այդպիսի հիմնականում իրականում բողոքում էին, որ հենց այդ որ խրախուսանք իրանք չեն ստանում, որովհետև հա մասնակցում են շատ դասընթացների, աշխատում են, հիշում եմ նաև Աբովյան քրեակատարական հիմնարկում անցկար, որ նաև ինքը աշխատում էր, նաև ուզում էր դասընթացների մասնակցել, բայց իրան մերժել են, քանի որ ինքը 8 ժամի աշխատանք արդեն կատարում է, բայց հանձնաժողովի կողմից ինքը ստացել էր բացասական կարծիք վարքագծի հետ կապված, ու բավականին շատ անձինք նաև այդ հարցն են բարձրացնում գնահատման հետ վարքագծի։ Իսկ ներողություն, վարքագծի իհարկե գնահատման մասին անպայման կանդրադառնանք ամբողջ ընթացակարգով։ Կխնդրեմ նաև ներկայացնեք արդյոք առանձնազրույցների ընթացքում դատապարտյալները ներկայացնում օրինակ ինչ աշխատանքներում են իրենք ուզում, ինչով է պայմանավորված, որ չեն ներգրավում։ Միայն սահմանափակ թվով աշխատատեղերն են պատճառը, թե օրինակ իրենք այլ տեղեր են ցանկանում, այլ աշխատանքային բնույթի։ Հիմնականում պահանջը դա արհեստ սովորելն է, որ նաև հետագայում իրենք կարողանան այդ արհեստով ինչ-որ բան վաճառեն, որովհետև հանուն նկարչություն անելը դա էլի հա ինքը զբաղվածություն ապահովում է, բայց բնականաբար իրենք հասկանում են, որ դրանով նրանք հա եկամուտ չեն կարող վաստակել։ Փայտագործություն օրինակ նույնպես շեշտվել է, որ ինչ-որ իրեր պատրաստելը փայտերից, հա, որ կարողանան իրանք նաև վաճառք իրականացնեն, արհեստի այլ նաև տարբեր ուղղությունները, կարի հետ կապված իրականում պետքա նաև հասկանալ, թե որքանով է տևում տվյալ դասընթացը, այսինքն արդյոք դա շարունակական է տևում եւ արդյոք նաև նախատեսվում է նույն որ քրեակատարական հիմնարկի կարիքների բավարարման համար էլ, այսինքն անձինք կանայք կարեն, նաև դա նաև դրամադրվի քրեակատարական հիմնարկների համար, հա, չգիտեմ, սավանների կարի համար եւ այլ իրերի համար, որովհետեւ նույն Սևանի քրեակատարական հիմնարկում, եթե օրինակ մենք տեսնում ենք այդ քրեակատարական հիմնարկները, կահույքի կարիք կա։ Մենք մտնում ենք խցեր, լինում են, որ չկա պահարան, կամ շատ վատ վիճակում է լինում, կարիք կա վերանորոգման, ու եթե խնդիր կա, մենք չունենք այդ ռեսուրսը նորը գնելու կամ նորը սարքելու, ինչու մենք չենք կարող օգտագործել այն մարդկանց ներուժը, որ արդեն անցել են այդ դասընթացները, կարողանում են պատրաստել այդ կահույքը, որպեսզի ուղղենք նաև քրեակատարական հիմնարկի կարիքների բավարարմանը։ Շատ լավ, եւ որպեսզի ամփոփենք քննարկումը, կխնդրեմ ներկայացնեք, իհարկե դուք երկու բանախոսներդ էլ նշեցիք, որ առողջ է բնականաբար, երբ մարդիկ փորձում են աշխատել եւ դա ունի նպատակ պայմանական վաղաժամկետ ազատվելու, հա։ Կխնդրեմ ներկայացնեք այդուհանդերձ Տիկին Անտոնյան, ձեզանից միգուցե սկսենք, բացակայությունը աշխատատեղերի, հաշվի առնելով, որ գնահատման սանդղակում հստակ նշվում է, հա, հաշվի առնվում ամեն դեպքում նաև զբաղվածությունը, սա ինչ ազդեցություն է ունենում եւ վերասոցիալականացման վրա անձանց եւ ինչ ազդեցություն է ունենում պայմանական վաղաժամկետ ազատվելու առումով, խնդրեմ։ Բնականաբար բացասական ազդեցություն է ունենում, քանի որ եթե անձը չունի համապատասխան զբաղվածություն, նաև բնականաբար կրկնահարցագործություններն են ավելանալու, նաև խնդիր առաջանալու իր սոցիալական վերաինտեգրմանը։ Այստեղ խնդիրն այն է, որ պետությունը, քանի որ արդեն հռչակել է վերասոցիալականացման վերաինտեգրման քաղաքականությունը եւ ասենց առանձնակի ինքը նախանշում առանձնակի ինքը գծվում է, բայց եթե մենք նայենք այն գործողությունները, որոնք ուղղված են վերաինտեգրմանը, մասնավորապես զբաղվածության եւ աշխատանքի ապահովման հարցում, ըստ իս բավականին քիչ քայլեր են ձեռնարկվում։ Պետք է ավելի շատ թիրախային եւ ավելի համալիր գործողություններ իրականացեն, մասնավորապես, քանի որ այդ հնարավորությունները, եթե օրինակ մտածենք ավելի հեշտ քիչ ռեսուրս ծախսելով հնարավոր է ապահովել անձանց զբաղվածությունը, ինչու այդ քայլերի մենք չդիմենք։ Բնականաբար էլի ուզում եմ շեշտեմ, որ դրական քայլեր կան նաև սպորտի, հա, ապահովման հարցում բավականին շատ նաև մարզադահլիճներ նոր կան կառուցված, ուսումնական դասընթացների ապահովման համար առանձին տարածքներ, որոնք բավականին նրանք հարմարավետ են եւ հարմարավետ են դասընթացների կազմակերպման համար, բայց աշխատանքի առումով, ինչպես նաև
ցույց տվեց վիճակագրությունը, ըստից դա բավականին քիչ մարդ անձինք են ներգրաված վարձատրվող աշխատանքներում։ Խնդրեմ Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալություն, ես փորձեմ շատ հակիրճ անդրադառնալ նախորդ նշվածներին, առաջին հերթին աշխատանք եւ դասընթացներին մասնակցություն գործընթացի կարգավորման առումով ուզում եմ նշել, որ ազատությունից զրկված անձանց ներկայացվում է, որ բնականաբար իրենք ունեն երկու իրավունք աշխատանքի եւ կրթության, սակայն ինչպես ազատության մեջ գտնվող անձանց պարագայում, ապա իրենց պարագայում եւս պետք է կատարվի ընտրություն եւ եթե անձը ցանկանում է օրինակ շարունակել եւ կրթությունը եւ աշխատել, ապա այս պարագայում ինքը կարող է ներգրավել կեսդրույքով աշխատանքներում եւ մնացած ժամանակահատվածը արդեն հատկացնել դասընթացներին եւ այստեղ արդեն անձի իրավունքն է կայացնել որոշում ի վերջո ինքը նախընտրում է զբաղվել աշխատանքով թե շարունակել կրթությունը ուզում եմ նաեւ նշել այն դեպքերի մասին որ մենք նաեւ ունենում ենք հստակ վիճակագրություն եւ դա հստակ երևում է փաստաթղթավորմամբ երբեմն ազատությունից զրկված անձինք բնականաբար կարող են ներկայացնել մեկնաբանել եւ խորությամբ ընկալած լինել որ իսկապես իրենք ցանկանում էին աշխատել բայց իրենց անհիմն մերժվել է այս պարագաներում ես կարծում եմ բնականաբար անհրաժեշտ է ուսումնասիրել թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ է իրականացրել վարչակազմը, որովհետև մենք հստակ տեսնում ենք, որ արձանագրված է, որ երբ որ անձին առաջարկվել են XY տեսակի աշխատանքներ, ինքը նշել է, որ ոչ, հստակորեն ինքը ցանկանում է օրինակ իրականացնել Z տեսակի աշխատանքներ եւ մնացած աշխատանքներում հետաքրքրված չէ։ Ամեն դեպքում, եթե հնարավոր է կնշեք, ինչ ասել է, հա, այդ XY աշխատանքներ, որից հրաժարվում է եւ ինչ է ցանկանում դատապարտյալը։ Տեսեք, օրինակ, ենթադրենք բերենք քննարկված այն տարբերակները, երբ որ անձը ցանկանում է ներգրավել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, տվյալ պահին օրինակ, եթե համալրված է լինում, սակայն հետագայում ազատվելու պարագայում, երբ որ նրան ասում են գաս տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում աշխատելու, ինքն ասում է, որ ոչ, այդ աշխատանքների բնույթը իրեն չի համապատասխանում, կամ օրինակ ունենում ենք դեպքեր, որ ազատությունից զրկված անձը դիմում է որպես վարսահարդար աշխատելու չվարձատրվող աշխատանքներում, այս չվարձատրվող աշխատանքները հստակ օրենքով սահմանված են, որ դա քրեակատական հիմնարկի դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներն են։ Այսինքն տեսեք, օրինակ անձը արդարացիորեն կարող է մեդալի մի կողմը ներկայացնել, որ ինքը ցանկանում էր վարսահարդար աշխատել, չվարձատրվող, առանց ոնց որ ինչ որ բան հետապնդելու, բայց ստացվում է, որ ընդհանրապես օրենքով նախատեսված չի, որ չվարձատրվող աշխատանքների բնույթը կարող է ենթադրել նաև այսպիսի գործընթաց գլոբալ առումով եթե փորձենք այս խնդիրը բարձրացնել, եթե նշվում է, որ ինչու քրեակատարողական հիմնարկները առավել մատչելի տարբերակով չեն իրականացնում սեփական կարիքների համար, օրինակ որոշակի գույքի ստեղծում կամ, չգիտեմ, կարիքների բավարարում, կարծում եմ այս հարցը գալիս է խորությամբ տեղեկացված եւ ուսումնասիրած չլինելուց ոլորտը, որովհետեւ դրա տակ բավականին բազմաշերտ հարցեր եւ խնդիրներ են ընկած այս ուղղությամբ չխորանալու ցանկությունս դնենք մի կողմ եւ ես փորձեմ մեր հայեցակարգը ներկայացնել այն առումով, որ այո, մենք ուզում ենք բացի մեր միջոցներով, ՊՕԱԿ-ի հետ համագործակցությամբ նմանատիպ ուսումնարտադրական տարածքների ստեղծումից բացի փորձում ենք բիզնես գործարար ոլորտի ներկայացուցիչներին եւս ներգրավել եւ իրենց համար ստեղծել հետաքրքիր պայմաններ քրեակատարողական հիմնարկում իրենց գործունեությունը ծավալելու եւ ազատությունից զրկված անձանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ։ Սա մեր կարևորագույն տեսլական ուղղություններից մեկն է, որի ուղղությամբ փորձում ենք աշխատել եւ բնականաբար ուզում եմ նշել, որ ցանկացած զարգացում, դա կլինի անձի պարագայում, թե համակարգի, պետք է հաշվի առնել, թե տվյալ պահին այդ համակարգը կամ անձը զարգացման ինչպիսի փուլում է գտնվում եւ ըստ դրա արդեն որոշել մեր ակնկալիքները։ Սա նշանակում է, որ եթե այս պահին մենք ցավոք մի ուսումնարտադրական տարածք ունենք Սևան քրեակատարողական հիմնարկում, ակնկալել, որ տարվա ընթացքում եւս 2 կամ 3 կավելանան, ես կարծում եմ դա արդարացված սպասելիք է, բայց հաշվի չառնելով առկա զարգացման վիճակը հնչեցնել տեսակետ, որ պետք է բոլոր քրեակատարողական հիմնարկներում լինեն արտադրական տարածքներ, բնականաբար կարծում եմ դա բավականին հեշտ խոցելի տեսակետ կլինի, իհարկե վերջն արդյունքում բնականաբար նպատակը այն է, որ բոլոր
ազատությունից զրկված անձինք ունենան հավասար պայմանները, ունենան աշխատանքի հնարավորություն եւ նույնիսկ ինչ որ մի օր մենք կարողանանք ապահովել այդ ընտրության համակարգը, որ անձը ինքը ընտրի, թե որ տեսակի աշխատանքներում է ցանկանում աշխատել։ Շնորհակալություն, շատ հակիրճ խնդրեմ։ Գործողությունների ծրագրով նախատեսված է, որ պետք է տարածվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում արտադրամասերի, նաև, չգիտեմ, այնտեղ այլ տարածքների նախատեսումը, որը կապահովի անձանց աշխատանք, այսինքն դա հենց կառավարության կողմից ընդունված որոշման սահմաններում այդ քայլերը, այլ ոչ թե մեր կողմից այդպիսի բարձր ցանկություններ, հա։ Քանի որ դա նախատեսված է մինչև 2026 թվականը, այսինքն պետք է նաև համապատասխան քայլեր ձեռնարկվեն, չէ, որպեսզի նաև այդպիսի տարածքները, բոստանները հա ստեղծվեն, որպեսզի որտեղ հաշվի առնելով նաև տարածքային առանձնահատկությունները, եթե մենք կարող ենք ելի եմ ասում ավելի քիչ ռեսուրսների, հիմա դուք անդրադարձ չկատարեցիք նաև սեփական կարիքների գնահատմանը, բայց կարծում եմ դա շատ ավելի քիչ ռեսուրս ծախսելով մենք կարող ենք ավելի արագ հասնել նպատակին, չեմ ասում բնականաբար ամբողջ քրեակատարողական հիմնարկների կարիքների բավարարմանը, բայց առնվազն մենք լուծում ենք մի քանի խնդիր, որոշ առումով մենք կարիքները բավարարում ենք քրեակատարողական հիմնարկների, ապահովում ենք զբաղվածությունը, հա, տվյալ անձանց, նաև հետագայում նաև անձը երբ որ հայտնվում ազատության մեջ, կոնկրետ ինքը այդ հմտությունները եւ կարողությունները ինքը ունենում, այսինքն այստեղ ես որևէ վտանգներ եւ խնդիրներ այս առումով չեմ տեսնում, անավանդ նաև հենց քրեակատարողական ծառայության կողմից են մատնանշել, որ արդեն Սևանի արտադրամասի հա այն անձիկ որ գրանցել են դասընթացները նաև նախատեսում է որ այլ քրեակատարողական հիմնարկների կահույքի վերանորոգման աշխատանքներում իրանք ներգրաված կլինեն, այսինքն եթե կա այս մոտեցումը, ինչու չշարունակել, չզարգացնել նաև այլ քրեակատարողական հիմնարկներ, բայց այլ ոլորտը։ Շնորհակալություն, ուզում եք արձագանքել, կարճ խնդրեմ։ Շնորհակալություն արձագանքման հնարավորության համար։ Ես չգիտեմ իմ խոսքի որ հատվածից ստեղծվեց տպավորություն, որ ծառայությունը չի ցանկանում կառավարության, նախարարության ավելի ճիշտ կողմից նախանշված գործողությունների պլանով առաջնորդվել կամ օրինակ Սևան քրեակատարողական հիմնարկում շարունակել այդ աշխատանքները, ամեն դեպքում փորձելով մեկ level բարձեցնելով իմ նախորդ նշվածները, տեսեք Ես նշեցի, որ իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի հետ ծառայության կողմից կնքվել է պայմանագիր իրենց պատկանող գույքի անհատույց օգտագործման եւ որոշակիորեն նախանշեցի գործընթացը, թե ինչպիսին պետք է լինի եւ ուզում եմ նշեմ, որ դա իրատեսական արդեն process-ի մեջ գտնվող գործընթաց է, ադատապարտյալները ովքեր ավարտել են կահույքագործության դասընթացները հենց հիմա զբաղվում են այդ ուսումնաարտադրական տարածքում կահույքի վերանորոգման աշխատանքներով կահույքի վերանորոգումը բնականաբար դա քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց տրամադրվող կահույքի մասին է խոսքը։ Ուզում եմ նշել նաև, որ օրինակ Արթիկ, Վանաձոր, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիների ընթացքում արդեն իսկ մենք ունեցել ենք անձինք, ովքեր ունեցել են կամ արդեն իսկ ունեցել են շինարարական վերանորոգման հարդարման հմտություններ կամ անցել են համապատասխան դասընթացը, մասնակցել են լայնածավալ վերանորոգման աշխատանքներին, ընդգրկված լինելով տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում եւ արդյունքները կարծում եմ հետևելով քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքեջին կարող եք տեսնել, որ ներկայացված է թե ինչպիսի մանրակրկիտ աշխատանք են իրականացրել հենց ազատությունից զրկված անձինք, որը ուզում եմ նշել առաջին հերթին հենց մեր համար է ոգևորող եւ այդ իրականացված աշխատանքներին ու դրսևորած վարքին մենք փորձում ենք արձագանքը տալ։ Ամփոփելով ուզում եմ նշել, որ մենք բնականաբար առաջնորդվում ենք նախանշած այն պլաններով, որոնք արդեն առկա են եւ ավելին փորձում ենք կոնկրետացնել, տեղայնացնել եւ ավելի զարգացնել մեր նպատակները ու վերջն արդյունքում դա ժամանակահատված չեմ կարող նշել ունենալ այնպիսի պայմաններ, որ ազատությունից զրկված անձանց հնարավորությունները ավելի լայնը լինեն։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ազատազրկվածները ցանկանում են աշխատել, որն է համակարգի արձագանքը թեմայով։ Մեր բանախոսներն էին Ցողիկ Ալեքսանյանը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ եւ Մարիամ Անտոնյանը Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։ Շնորհակալ եմ, հաջողություն։